Ինչ էլի հեռուստադիտող վերադարձան գովազդից եւ Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզվով սովորում են 4593 երեխա, շուրջ 540 դպրոցներում ազգային փոքրամասնությունների դասագրքերում առկա են ոչ միայն լեզվի հիմունքներ, այլև որպես կանոն դրանք ներառում են նաեւ գրական նյութեր, պատմական ու մշակութային տեղեկությունները, որոնք օգնում են աշակերտին հասկանալ թե լեզուն, թե իր ազգի ինքնությունը եւ մշակութային առանձնահատկությունները։ Ինչպես հասկացաք, խոսելու ենք հենց այս թեմայով եւ մեր տաղավարում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ եւ Պուշկինի ավագ թիվ 8 հիմնական դպրոցի ասորերենի ուսուցիչ Վերա Ավչյանը։ Բարև ձեզ, բարի լույս։ Շատերիս համար ծրագիրը մի քիչ անհասկանալի է, մի քիչ անհայտ, այսինքն լուսաբանման հետ կապված էլ, հա։ Սա առիթ է խոսենք ծրագրի մասին, ինչպես հղացավ միտքը, որքան ժամանակ է այն արդյոք ներդրվել օրինակ նաև մարզային դպրոցներում։ Բարի լույս եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս կարևոր թեմային անդրադարձի հնարավորության համար ավելի լայն իմաստով։ Իհարկե ազգային փոքրամասնությունների լեզուների դասավանդումը նոր չէ, տարիներ շարունակ, ես նույնիսկ կդժվարանամ ասել, թե երբվանից ենք սկսել այդ հնարավորությունը դպրոցներին տալ, բայց շատ կարևոր է, որ պարբերաբար մենք թարմացնենք դրա մասին խոսակցությունները։ Մենք ունենք հանրակրթության մասին օրենքով կարգավորում, որ այն երեխաները, որոնք ազգային փոքրամասնությունների են պատկանում եւ ունեն որպես մայրենի կամ ազգային լեզու խոսում են ազգային փոքրամասնությունների լեզուներից որևէ մեկով, իսկ դրանք Հայաստանի Հանրապետությունում 5-ն են՝ ասորերենը, քրդերենը, եզդիերենը, հունարենը եւ ռուսերենը։ Իրենք ունեն հնարավորություն դպրոցներում, նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրենց կրթության ընթացքում սովորել նաեւ այդ ազգային լեզուն։ Եվ ինչպես նշեցիք, շուրջ 540 դպրոցներում սովորում են ազգային փոքրամասնությունների պատկանող երեխաներ եւ դրանցից շատերում ազգային փոքրամասնությունների լեզուն, գրականությունը դասավանդվում է կամ առարկայի կամ խմբակի ձևաչափով, առարկայի երբ ունենք ազգային փոքրամասնության պատկանող շատ երեխաներ նույն տարիքային խմբի եւ իրենք կարող են միասին նույն ծրագրով անցնել եւ երբ ավելի փոքր են տարբեր դասարանում երեխաների քանակը ավելի քիչ է, իրենք խմբակի շրջանակներում են դա ուսումնասիրում։ Դա ընտրովի է եւ արդյոք օրինակ ուղակի տվյալ ազգին չպատկանող երեխան կարող է ներառվել խմբակում եւ սովորել։ Խմբակին մասնակցությունը ընտրովի է եւ կարող են երեխաները, նաեւ օրինակ հայ ազգի երեխաները խմբակը ընտրել եւ ցանկության դեպքում լեզուն ուսումնասիրել։ Իհարկե այս դեպքերը ավելի հազվադեպ են։ Եթե ես չեմ սխալվում, ուսումը անվճար է եւ ֆինանսավորվում է պետության կողմից։ Այո։ Դա ներառվում է դպրոցական ծրագրում եւ առարկայի եւ խմբակի դասավանդման համար պետական բյուջեից է ֆինանսավորումը կատարվում, եթե վճարի կամ պետության պարտավորությունների մասին խոսելու լինենք, նաև ազգային փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ դասագրքերը, այսինքն այբենարանները, գրականության դասագրքերը մնացածը նույնպես պետական բյուջեով տպագրվում են եւ անվճար տրամադրվում են։ Իսկ եթե խոսենք թվերից, 4593 աշակերտ, 540 դպրոցներում, սա աճ է թե հակառակը։ Սա քիչ թե շատ կայուն ցուցանիշ է, որովհետև հիմնականում ազգային փոքրամասնությունների պատկանող այսպես մարդիկ շատ այսպես կենտրոնացած են որոշակի բնակավայրերում եւ հիմնականում պահպանվում է այդ թվականակը։ Մենք մի փոքր նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազում ունենք, 4751 երեխա ունեինք նախորդ ուսումնական տարում, եթե ճիշտ եմ հիշում։ Տիկին Ավչյան, հետաքրքրվածությունը ասորերենի հանդեպ ինչքան է եւ խմբակները մեծ են, փոքր են, ոնց է գնահատում։ Ես դասավանդում եմ առաջի դասարանից մինչև 12-րդ դասարան, արդեն 6 տարի է,
մեր մոտ որպես առարկա են անցնում առաջին դասարանից։ Ճիշտ է, ունի իր նաև դժվարությունները, այսինքն օտար լեզու ու ասորերեն շատ ժամանակ ասում են, այդ ինչ լեզու է, տարբեր ձևով աչից ձախ ենք գրում, տառերն էլ նման չի, չունենք մեծատառեր, երեխաներին այդ շատ է էլի հուզում այդ պահը, բայց շուտ են սովորում։ Ոչ միայն ասենք ասորի երեխաներն են սովորում, մենք ունենք հայ երեխաներ, ռուս երեխաներ, այլազգ երեխաներ։ Իրանց համար ասենք Հայաստանում ապրող հայերի համար ասորիների մասին իրանք ինչ որ տեղեկություններ ունեն, բայց դրսից եկած երեխեքը զարմանում են, ավելի շուտ իրանց ծնողներն են զարմանում ավելի շատ, ոնց ենք սովորելու, բայց հետո որ սկսում են ուսումնասիրել, հաճույքով են սովորում։ Դա որպես առարկա ճիշտ հասկացա, որպես առարկա է, այո։ Ինչպես կսովորեն օրինակ անգլերեն կամ ինչպես կսովորեն անգլերեն դասաժամ է։ Ընտրովի էլի։ Հա, ընտրովի, որտեղ այստենք այլազգ երեխաներ կան, ասորիներ, այդ դասարաններում են անցնում։ Իսկ դասապրոցեսը ինչպես է իրականացվում, այսինքն այն երեխաները, ովքեր կցանկանան սովորեն, մնում են դասերից հետո։ Չէ, որպես դասաժամ է դա։ Այսինքն մենք անցնում ենք դասացուցակով։ Իսկ այն երեխաները, ովքեր չեն սովորում, իրանք այդ դասակին չեն մասնակցում։ Հա, ասա, ուզում ես դու ասա։ Ինչպես է իրականացվում դասընթացները։ Սովորական մեթոդիկայով ինչպես իրականացվում են յուրաքանչյուր ուրիշ օտար լեզվի դասընթացներ, թե ինչ-որ առանձնահատկություն ունի կոնկրետ այս բարգամ ասորերենը։ Մենք ունենք դասագրքեր Այբենարանից, մինչև այսինք գրականության գրքեր կան։ Ճիշտ է, հիմա քանի որ այս նոր տեխնոլոգիաներ են, ավելի փորձում ենք մեծ դասարաններում ինչ որ հետաքրքիր, ասենք մշակութային ծրագիր մեծ այնտեղ ավանդույթների մասին, որպեսզի խոսեն ավելի շատ։ Երեխաները պրեզենտացիաներ են սարքում այդ միջոցով, որ հետաքրքիր լինի ավելի։ Իսկ տարական օղակում իրանք անցնում են այդտեղ համ նկարում են, տառն ենք սովորում, ասենք աչից ձախ ոնց է գրվում, ինչի է նման, տարբեր տենց բաներով սովորացնում ենք։ Ես ապրել եմ դպրոցական տարիներից քաղաք Արմավիրում, այնտեղ շատ մեծ եզդի ազգի համայնք կար եւ թե մեր դպրոցն էին հաճախում, թե մեկ այլ դպրոց, այնտեղ որտեղ հիմնականում բնակվում էին, բայց օրինակ մեր դպրոցում դա չի եղել։ Դա 2010 թվականներ, օրինակ 2009-2010, այսինքն ինչ նախնդիրը, պահանջարկ չկար, օրինակ դրա համար չկար, թե օրինակ մարդը ուղղակի չգիտի, դպրոցում չեն տեղեկացրել։ Տեսեք, այդ իրավիճակը հիմա էլ գուցե որոշ տեղերում լինենք, բայց ամեն դեպքում մենք փորձում ենք շատ հետևողական լինել, որ բոլոր այն դպրոցներում, որտեղ ազգային փոքրամասնությունների պատկանող երեխաներ կան, մայրենի լեզուն սովորելու որևէ հնարավորություն դպրոցը ապահովի։ Եթե երեխաների թիվը քիչ է եւ գուցե իրենք նույն դասարանում չեն եւ որպես պարտադիր առարկա անցնելը այսպես հնարավոր չի լինում կազմակերպել, գոնե որպես խմբակ իրենք դա պիտի կազմակերպեն եւ սրան շատ օգնեց Հանրապետության պետական նոր չափորոշիչի ներդրումը, որովհետև սրանով դպրոցները եւ դպրոցական բաղադրիչը ուսումնական պլանով բաշխելու եւ անհատական բաղադրիչը բաշխելու ավելի լայն հնարավորություններ ցան, եթե ավելի այսպես մարդկային լեզվով ասելու լինեմ, նախկինում կային պարտադիր առարկաներ, որոնք բոլորը դպրոցում անցնում էին անկախ տարբեր առանձնահատկություններից, հիմա դպրոցը ունի հնարավորություն, այսինքն յուրաքանչյուր դասարանում լրացուցիչ ժամանակ, որը կարող է տրամադրել այդ դպրոցի կարիքներին համապատասխանող առարկաներին։ Այսինքն մի դպրոցում կարող են ուսումնասիրել երրորդ օտար լեզու, մյուս դպրոցում կարող են ուսումնասիրել ազգային փոքրամասնությունների լեզու, երրորդ տեղում օրինակ մենք հիմա որոշ դպրոցներում ունենք արհեստական բանականություն կամ ագրոտեխնոլոգիա, հա, այսինքն որևէ այլ առարկա, որը հետաքրքրում է երեխաներին։ Եվ խմբակներն էլ նույն տրամաբանությամբ հիմա նախկինում այդպիսի պետության կողմից վճարվող խմբակների հնարավորություն չկար, իսկ հիմա կա այդ հնարավորությունը եւ դպրոցը կարող է այսպես ցանկացած ուղղությամբ, որտեղ երեխաները հետաքրքրություն ունեն, խմբակներ ձևավորել, ուսումնական խմբակներ եւ երեխաները այդ խմբակի շրջանակներում իրենց հետաքրքրող
այսպես ցանկացած ուղղություն ուսումնասիրել։ Այսինքն տնօրենին պետք է դիմեն, օրինակ, չգիտեմ, այդտեղ եզդի ազգի այսպես համայնքը մեծ է, իրենք հավաքվում են, դիմում են տնօրենին, տնօրենը դիմում է նախարարություն, այս process-ը ոնց ընթանում։ Ճիշտ գործընթացի դեպքում չպետք է երեխաները կամ համայնքը դիմի տնօրենին, տնօրենը գիտի, որ դպրոցում կան երեխաներ եւ այստեղ շատ կարեւոր է, որ հենց ինքը նախապես ծնողների հետ հանդիպի, իրազեկի, տեղեկացնի հնարավորությունների մասին։ Իհարկե տնօրենների ամենադժվար խնդիրը լինում է համապատասխան մասնագետ գտնելը, որովհետև լեզուն տիրապետող եւ որոշակի որակավորում մանկավարժական ունեցող մասնագետների թիվը քիչ է եւ իր ուսումնական պլանում արդեն մանկավարժական խորհրդի որոշմամբ հաստատի այդ խմբակի կամ այդ առարկայի ներդրում, այսինքն սա լրիվ դպրոցի տիրույթում է եւ դպրոցը առանց լրացուցիչ թույլտվության դա կարող է ու պետք է կազմակերպել։ 540 շուրջ 540 դպրոց կարծես թե բավականին մեծ թիվ է։ Ինչքանով է այս թիվը տեղաբաշխված տարածքի առումով Հայաստանի Հանրապետությունում, որ յուրաքանչյուր երեխա, ով կցանկանա սովորել, կկարողանա դիմել դպրոցին եւ սովորել, այսինքն իր համար հեռու չի լինի։ Եվ ունենք արդյոք խոցելի կետեր։ Մեզ մոտ կա որոշակի կենտրոնացում ամեն դեպքում ազգային փոքրամասնությունների համայնքների հիմնականում տեղակայված են 5 մարզերում՝ Կոտայք, Արմավիր, Արագածոտ, Արարատ եւ Լոռվա մարզում։ Եվ այնպես է ստացվում, որ նաև ինչպես գիտեք, այդ համայնքները, այս համայնքների կենտրոնացման, խոշորացման ընթացքում առանձին են մնացել այդ բնակավայրերը եւ չգիտեմ դա լավ է թե վատ, բայց ամեն դեպքում ազգային փոքրամասնությունների պատկանող մարդիկ կենտրոնացած են որոշ տեղերում եւ հենց այդտեղ այդ դպրոցներում է, որ ավելի թիրախային է կազմակերպվում։ Մի քիչ իհարկե խնդիր կարող է առաջանալ, եթե ընտանիքը տեղափոխվում է մի բնակավայր, որտեղ իրենք միակն են, որ տվյալ փոքրամասնությանը պատկանում են, այս դեպքում նաև դպրոցը շատ հնարավորություններ չի ունենում եւ մենք հիմա որոշակի փոփոխություններ մտածում ենք, որ առնվազն մասնագետի հասանելիություն ապահովենք, այլ բնակավայրում ապրող մասնագետին տրանսպորտի փոխհատուցում ապահովենք, որպեսզի ինքը կարողանա նաև ուրիշ տեղեր գնալ եւ դասավանդել։ Մասնագետների ընտրությունը կարծում եմ շատ բարդ է։ Այ ինչպես եք ընտրում մասնագետներին, ինչ որակավորում պետք է ստացած լինեն։ Ինչպես ասեցի, սա ամենադժվար մասն է, որովհետեւ դպրոցում որպես ուսուցիչ աշխատելու համար ուսուցիչ մարդը պետք է ունենա մանկավարժական որակավորում համապատասխան մասնագիտությամբ, բայց մի այլ պայման էլ կա, եթե տվյալ մարդը նախորդող 10 տարիների ընթացքում 5 տարի դասավանդել է այդ առարկան եւ ունի որևէ այլ ուղղությամբ բարձրագույն կրթություն, ինքը կարող է դասավանդել, այսինքն մեր այն գոնե այն ուսուցիչները, որոնք ինչ որ ժամանակահատվածում դասավանդել են, իրենք շարունակում են դասավանդել։ Մենք այդ պայմանները մի քիչ թեթևացրեցինք խմբակների համար, այստեղ բարձրագույն կրթություն չի պահանջվում, միջին մասնագիտական կրթությունը բավարար է, որպեսզի ազգային փոքրամասնությունների խմբակ վարեն, բայց սա էլ ամբողջությամբ հարցը չի լուծում։ Դրա համար այսպես բուհական հատուկ արտոնություններ կան այն մարդկանց համար, որոնք ազգային փոքրամասնությունների են պատկանում եւ կրթություն կստանան, որպեսզի իրենք կարողանան վերադառնալ դպրոց։ Այս պահին մենք փորձում ենք լեզուն տիրապետող ուսուցիչներին, գիտեք, մի ընթացակարգ ունենք, որի մասին շատերն են խոսել, հա, շատ ենք խոսել, կամավոր ատեստավորումն է, եթե իրենք համապատասխան որակավորում չունեն, բայց կամավոր ատեստավորման գործընթացով անցել են, իրենք եւս կարողանում են շարունակել աշխատել 13 ուսուցիչ ունենք ազգային փոքրամասնությունների, որ այս մեխանիզմով են աշխատում։ Այսինքն մենք փորձում ենք տարբեր գործող օրենսդրության շրջանակներում, բայց որոշակի ճկունություն այսպես սահմանել ստեղծել, որ լեզվի դասավանդումը կարողանանք ապահովել դպրոցներում։ Այ խոսեցիք մասնագետներից, եթե հարցնենք մասնագետին։ Տիկին Ավչյան, ինչպես ստացվեց, որ դուք դարձաք ասորենի
ուսուցիչ եւ ինչպես որտեղ ստացաք որակավորում եւ առասարակ այս ամբողջ ընթացքը ինչպես եղավ, ինչ մասնակցություն ունեցաք այս շատ կարեւոր նախաձեռնությանը նախարարության կողմից։ Ճիշտն ասած, ես ազգությամբ ասորի եմ։ Ես խոսում եմ ասորերեն, ծնողներս էլ են ասորի, իրենցից եմ սովորել, տատիկս, պապիկս, ավարտել եմ մանկավարժականը, համալսարանը, ես ոնց ասած կուրսերի են գնացել 2025 թվականին կամավորատստավորում եմ անցել, 86 միավոր եմ հավաքել, շատ ուրախ եմ, ոնց որ դա էլ մի փորձություն էր, որ անցա դրա միջով, գիտելիքների առումով, եւ որոշեցի, քանի որ Պուշկինի եւ Անդրանիկ Մարգարյան դպրոցներում անցնում էին, մինչեւ ինձ էլ ուսուցիչներ կային, բայց հիմա ես ոնց որ ասած մենակ եմ այդ դպրոցներում, որոշեցի, որ մայրենի լեզուն սովորեցնեմ երեխաներին եւ շատ, այսինքն տարական օղակում տարերն ենք սովորում, հետո շարունակում ենք, օրինակ նախագծային շատ աշխատանքներ են կատարում, այդ շատ է օգնում նախագծային աշխատանքները, որ երեխաները ինչ որ հետազոտական գործ են անում, իրենք են գալիս այն եզրակացության, ոնց հասան այդ դրան, ուսումնասիրում են, սովորում են ավելի շատ ավանդույթների մասին, տոների մասին, մենք միջոցառումներ ունենք, ապրիլի 1-ին ասորիները նոր տարի են նշում եւ դպրոցում մենք միջոցառում ենք անելու 6-րդ դասարանի երեխաների հետ, սիրով իրենք անում են, երգելու են ասորերեն լեզվով, սովորեցրել եմ, ճիշտ է մի քիչ բարել լինելու, դուր է գալիս իրենց։ Բայց երեխաներին փոխանցել են գաղափարը, որ լեզուն պահպանելը, լեզուն փոխանցելը շատ կարևոր է, կարծում առանցքային հարց է, այլ նաև գաղափարապես ոնց է այդ ամեն ինչը փոխանցում արդեն մանկավարժական հմտությունները։ Այդ գիտեք ինչ կան, որ ասում են, օրինակ ինչի է մեզ պետք, եղել են տենց դեպքում, որ սովորենք, ասում եմ ասորստան չկա, ասում եմ որցուր այդ հարցն է, ասում եմ չէ, գիտեք ինչ, լեզուն պահելու համար ասորիներ կան, մեկը ես ասորի եմ, այսինքն կամ չէ, ուրեմն պետքա լեզուներ խոսենք այդ լեզուն, ավանդույթները որ մնա պահպանենք, այդ պահն է մի քիչ դժվար, բայց հասկանում են էլի, որ տենց շատ ենք, ոնց ասած, պետքա իրանց մեջ սերմանել էլի այդ ամենը, որ դեպի այդ փոքրամասնությունների մի քիչ ուրիշ ձևով սովորել։ Այո, իրական շատ կարևոր է։ Դա է կարևորը, որ հասցնեն էլի մինչև վերջ այդ։ Չկորի լեզուն։ Համաձայն եմ, եւ եթե մասնագետներ կան, հիմա դիտում են մեզ, ոնց կարող են դիմել նախարարություն, ուր դիմեն մասնագետները, որ կարողանան դասավանդել։ Հիմա մենք շատ լավ հնարավորություն ունենք, գործում է կադրեր MIS-KTM հարթակը, որտեղ դպրոցների բոլոր թափուր հաստիկները տեսանել են, այսինքն շատ հեշտ կլինի այդտեղ որոնման դաշտում նշել ուսուցիչներ եւ նշել համապատասխան լեզուն, կլինի դա եզդիերեն, ասորերեն, քրդերեն կամ մեկ այլ լեզու ազգային փոքրամասնության եւ տեսնել թե որ դպրոցներում է, որ պահանջվում է նման մասնագետ եւ դրանից հետո դիմելու ընթացակարգը արդեն ավելի պարզ է, ուսուցիչը ներկայացնում է նույն համակարգով դիմում եւ տեղեկատվություն եւ դպրոցը իրեն հրավիրում է, այսպես հանդիպում է, մրցույթ է կազմակերպում եւ ընդունում է եւ ինչպես նշեցի, հիմա առաջիկայում շրջանառելու ենք մի փոփոխություն, որով մի բնակավայրում ապրող ուսուցիչը, եթե այլ բնակավայրի դպրոցում է դասավանդում, տրանսպորտի փոխհատուցում է ստանալու անկախ դրանից, թե քանի ժամ է դասավանդում մյուս դպրոցում, առարկա է թե խմբակ է, որպեսզի մենք այդ հասանելիությունը հնարավորինս շատ տեղերում ապահովենք։ Մենք ունենք մի ուսուցիչ, որը այսպես 3-4 դպրոցներում հասցնում է դասավանդել։ Շնորհակալություն, իրական շատ կարևոր թեմա է, սիրելի ընկերներ, հիշեցնենք մեր տաղավարում էին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը եւ Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ եւ Պուշկինի ավագ թիվ 8 հիմնական դպրոցի ասորերենի
ուսուցիչ Վերա Ավչյանը, իսկ հիմա սիրելի ընկերներ, պետք է նշել, որ ազգի ինքնությունը պահող կարևորագույն գործոններից մեկն է իր լեզուն, այնպես որ խոսենք մեր մայրելի լեզվով, իսկ հիմա անդրադառնանք 100 հրաշալիքներ ձեր բոլորի կողմից շատ սիրված էջին։ Սուրբ Սոֆիա կամ Այա Սոֆիա տաճարն ի սկզբանե եղել է բյուզանդական կայսրության պատրիարքի նստավայրը, այնուհետև թուրքերը գրավելով Բյուզանդիայի մայրաքաղաքը այս տաճարը դարձրել են մզկիթ։ Ներկայումս Սուրբ Սոֆիա հանդիսանում է թանգարան, համարվում է բյուզանդական ոսկե դարի խորհրդանիշ եւ գտնվում է Ստամբուլում։ Դու ինչ-որ բան ես ասելու Զարա, ես զգում եմ։ Ոչ, ես ոչ մի բան չունեմ, որովհետեւ ամեն ինչ դու ասեցիր, թե սցենարով, թե Սցենարից դուրս։ Այնպես որ այս հրաշալի դրամատրությամբ գնանք դիտենք 100 հրաշալիք։